Աստված օգնական Սրբազան հայր, կարող եմ ձեզ մի քանի հարց տալ։ Աստված պահապան, սիրով լսում եմ ես։ Սրբազան հայր, եթե ասել են, որ ներել եմ, բայց հոգուս խորքում չեմ ներել, ես վատ մարդ եմ։ Ներել, եթե չեք ներել հոգու խորքում, նշանակում է չեք ներել։ Դրանից անշուշտ լավ ու վատ մարդ ձևակերպում տալը սխալ է, բայց եթե խոսում եք ներման մասին, ապա ներումը պետք է լինի ամբողջական, եւ հոգու խորքում, եւ հոգուց դուրս։ Եթե նեղացել եմ, բայց չեմ հիշում պատճառը։ Այդ խնդիրը ձեր մեջ մտրեք։ Քրիստոսն ասում է ներիր եղբորդ 70 անգամ 7։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում որ մարդ պետք է այնքան ներողամետ լինի, որ կարողանա միշտ ներել, բայց այդտեղ միայն ներողության մասին չի խոսքը, այդտեղ նաև ներելու ընթացքում բացատրել, թե ինչն է նրա սխալը։ Եղբայր է կոչվում այդ պատճառով։ Իսկ ինչու ներել։ Որպես ինչ թշնամանալով։ Իսկ ինչպես ներել, եթե ցավն ուժգինն է։ Նախ հասկանալ, թե ինչու է ցավը ուժգին, որովհետև ներելու ժամանակ դու պետք է նախ հասկանաս, թե ինչն ես ներում։ Եվ եթե քո մեջ ցավ կա, պետք է դու հասկանաս, որ եթե ներում ես, եթե պատրաստվել ես ներելուն, ապա այդ ցավն պետք է հաղթահարես։ Դեռ ներելն է ինչ-որ միտեղ ցավը մարդու համար, որտեղ եթե դու ստիպված ես ինչ-որ մեկին ներել, ու նշանակում ինչ-որ մեկի սխալը դու փորձում ես մոռանալ։ Որ դա արդեն իսկ իրենից ցավ է ներկայացում, որովհետև դու համոզված մի սխալ դու մոռանում ես այդ բանը կամ ստիպում ես ինքդ քեզ մոռանալ։ Դրա եթե ներում ես, պետք է կարողանաս նաև համակերպվել այդ ցավի հետ։ Եթե նեղացնողը չի ընդունում իր մեղքը, ներել նրան։ Ոչ, եթե նեղացնողը իր մեղքը չի ընդունում, անշուշտ պետք է ոչ թե ներել, այլ բացատրել եւ ինչպես արդեն վերևը նշեցիք, ոչ միայն 7 անգամ, այլ 7 անգամ 70։ Ինչեւ որ նա կարողանա գիտակցել եւ հասկանալ իր գործած սխալը։ Ներման ճանապարհով կարող ենք հասնել արդարության վերականգնմանը։ Այո, վստահ ներման ճանապարհով կարող ենք հասնել արդարության վերականգնմանը, բայց ինչպես արդեն նշեցինք, միայն ասել ես քեզ ներում եմ, դա կլինի ուղղակի դատարկ բառեր։ Ասելով ներում եմ, պետք է կամ կարողանաս քո այդ խոսքերի միջոցով դիմացինին բացատրել եւ ցույց տալ իր կատարած սխալը, կամ էլ մինչեւ ասելը, որ դու նրան ներում ես, քո գործով կարողանաս ցույց տալ դրան իր կատարած սխալը, որպեսզի նա հասկանա, թե ինչի համար իրեն ներեցին եւ կարողանա գնահատել այդ ներողամտությունը դիմացինի մեջ։ Աստված օգնական Սրբազան հայր, շնորհակալ եմ շատ։ Հաջողություն, Աստված պահապան։